Երկու երկրների կառավարությունների քննարկման հիմնական շեշտադրումը եղել է վերականգնվող էներգետիկայի, էներգոարդյունավետության, մասնագիտական տեխնիկական կրթության, ջրային ենթակառուցվածքների բարելավման, տարածքային կառավարման բարեփոխումների, տեխնոլոգիական ոլորտի համագործակցությունը եւ դրա շրջանակում Գերմանիայի Դաշնային Հանրապետության կողմից Հայաստանի Հանրապետությանը տեխնիկական եւ ֆինանսական աջակցության տրամադրումը, ներկայացնելով Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Գերմանիայի Դաշնային Հանրապետության կառավարության միջև 2023 թվականի ֆինանսական համագործակցության մասին համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը, ասել է Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը։ Ըստ նրա Հայաստանի Հանրապետությանը կտրամադրվի 84.6 միլիոն եվրոյի դրամաշնոր եւ վարկ, մեկ համաձայնագրով 69 միլիոն եվրո վարկ, որից 66 միլիոն եվրոն վարկ է եւ 3 միլիոն եվրոն դրամաշնոր։ Գևորգ Պապոյանի տեղեկացմամբ վարկը կտրամադրվի երկու փուլով, առաջինով 26 միլիոն եվրո վարկ եւ 2 միլիոն եվրո դրամաշնոր, երկրորդ փուլով 40 միլիոն եվրո վարկ եւ 1 միլիոն եվրո դրամաշնոր։ Գումարը կուղղվի վերականգնվող էներգետիկայի եւ էներգոարդյունավետության զարգացում ծրագրի իրականացմանը։ Հարցը քննարկվել է ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի հոկտեմբերի 13-ի նիստում։ Հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել օրենքի նախագծին։ Առաջարկվել է այն ընդգրկել ազգային ժողովի առաջիկա նիստերի օրակարգի նախագծում։ Բնության պահպանության միջազգային միության բնապահպանության համաշխարհային կոնգրեսին շրջակա միջավայրի նախարար Համբարձում Մաթևոսյանը մասնակցել է ֆինանսական մեխանիզմների բարելավում առաջնային անտառների պահպանման համար խորագրով միջոցառմամբ։ Միջոցառումը համախմբում էր կառավարությունների, միջազգային ֆինանսական կառույցների, քաղաքացիական հասարակության, ակադեմիական շրջանակների եւ ՄԱԿ-ի գործակալությունների ներկայացուցիչների, քննարկելու առաջնային անտառների պահպանության ֆինանսավորման ամրապնդման ուղիներ։ Իմ ելույթում ընդգծեցի, որ անտառների պահպանումը ծախս չէ, այն կենսական ներդրում է մեր էկոհամակարգերի եւ կայուն զարգացման համար։ Ամեն ներդրված դրամ բերում է իրական արդյունքներ, բերի հողեր, կայուն ջրային համակարգեր, պաշտպանություն կլիմայական աղետներից եւ կենսաբազմազանության պահպանում։ Հայաստանը լինելով աշխարհի 35 կենսաբազմազանության թեժ կետերից մեկը, մեծապես կախված է անտառային էկոհամակարգերի կայունությունից։ Դրա համար մենք ձևավորում ենք բազմամակարդակ ֆինանսավորման մոտեցում, որը համադրում է պետական եւ միջազգային ֆինանսական հոսքերը, մասնավոր հատվածի ներգրավումը, նորարարական լուծումները, ինչպես պարտք կլիմա փոխանակումները եւ կենսաբազմազանության ու ածխածնի ֆինանսավորման նոր մեխանիզմները, այդ թվում Փարիզյան համաձայնագրի 6-րդ հոդվածի շրջանակում գործող ածխածնային շուկան։ Բնապահպանության եւ ընդերքի տեսչական մարմնի ղեկավարի տեղակալ Վրեժ Գալոյանը մասնակցել է շրջակա միջավայրի նախարարության կողմից իրականացվող վաղ գործողությունների աջակցություն կենսաբազմազանության պահպանման գլոբալ շրջանակի համատեքստում ծրագրի ավարտական աշխատաժողովին։ Ծրագիրը նպատակ ուներ աջակցել կենսաբազմազանության մասին կոնվենցիայի կողմ երկրներին 2020-ից հետո գլոբալ շրջանակի վաղ միջոցառումների նախապատրաստման եւ իրականացման ուղղությամբ։ Այն ներառում էր ազգային թիրախների, կենսաբազմազանության ռազմավարության, մոնիթորինգի եւ ֆինանսավորման համակարգերի վերանայման գործընթացը, ֆինանսական եւ տեխնիկական աջակցությամբ։ Աշխատաժողովի ընթացքում ներկայացվել են իրականացված աշխատանքները, սահմանված ազգային նպատակներն ու թիրախները։ Պանելային քննարկումների ընթացքում շեշտվել է կենսաբազմազանության ռազմավարական պլանավորման եւ Հայաստանում կայանալիք COP17-ի նախապատրաստական աշխատանքների կարեւորությունը, ոլորտային համագործակցության ու ազգային ռազմավարության արդյունավետ իրագործման համատեքստում։